Վերադարձանք տաղավար, ճիշտ ժամանակն է, որպեսզի դիմավորենք մեր հաջորդ հյուրերին, մեր տաղավարում է Սոնա Մաթևոսյանը, դերասանուհի Գեղեցկուհի եւ տաղանդավոր երգիչ Ռոբերտո Կելտորեսը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Նմանապես։ Ինչպես է տրամադրությունը։ Հրաշալի։ Ընտիր, չեք լարվում։ Դե ժամեր անց այսօր երեկոյան մենք իմանանք հաղթողներին։ Եմ բոլոր հնարավոր լարվածությունները արդեն ապրել ենք, ինձ թվում է։ Անես լարվածությունները տեսես այ ինչ։ Այնպես որ հիմա աշխատում ենք ուղղակի թուլանալ եւ հաճույք ստանալ։ Եվ վայելել գալա համերգը։ Մինչ այդ Սոնա կհիշես ժամանակին, երբ կար երկու աստղը, շատ տարիներ առաջ հետևում էիր։ Իհարկե հետևում էի, այդ ժամանակ փոքր էի, բայց հա, հետևում էի, շատ սիրում էի ու անգամ պատկերացում չէի կարող ունենալ, որ մի օր կգա, որ ես էլ կմասնակցեմ այս հրաշալի նախագծի։ Այն էլ Ռոբերտոյի հետ։ Այն էլ Ռոբերտոյի հետ։ Իսկ Ռոբերտոն տեսել է, քանի որ սա միջազգային նախագիծ է, մեգա նախագիծ է, BBC-ի շնորհիվ հետևել է երկու աստղին։ Չէ, ես Կուբայից եմ, Կուբայում երկու աստղ BBC not we don't know this in Cuba, yeah. First time I hear about երկու աստղ Երևանում։ Լավ, շատ լավ։ Ինքը չգիտեր երկու աստղի մասին, որովհետև Կուբայում չկար այդ հնարավորությունը դիտելու, առաջին անգամ ինքը լսել է երկու աստղի մասին հենց Երևան։ Եվ դա շատ հիանալի է։ Ուսուցչուհի։ Մի բառ եմ սովորացրել։ Բայց դա ամենաբարդ բառներից մեկն է, ուսուցչուհի, որը Ռոբերտոյի մոտ հիանալի ստացվում է ասել։ Ինչպես ստացվեց, որ հենց առաջարկը ստացաք, ով զանգարեց։ Ինչպես արձագանքեցի։ Ինչպես արձագանք եղավ։ Ես զանգը ստացա Անուշիկից, պրոդյուսերից, երկու աստղի ու պիտի ասեմ, որ այդ լարվածությունը առաջին հենց այդտեղ ապրեցի, որովհետև դե կան տարբեր տեսակի վախեր, որը այդ ժամանակ ինձ թվում էր, որ ես դրա ժամանակը չունեմ այդ վախերը հաղթահարելու, որովհետև էլի շատ աշխատանքային բուռն process-ի մեջ էի, ասեցի մտածեմ, իսկ ով ազույգս, սենց տարբեր տեսակի հարցեր եմ տվել, հետո արդեն մի որոշ ժամանակ անց նորից ստացա զանգ ու արդեն Անուշիկը ասաց, որ պատկերացնում ենք քեզ Ռոբերտոյի հետ որպես զույգ։ Ինչպիսն էր ձեր արձագանքը, երբ որ իմացաք Ռոբերտոն է ձեր։ Եթե անկեղծ լինեմ, չեմ պատկերացրել ոնց է լինելու այդ ամեն ինչը, որովհետև չգիտեմ, չեմ ճանաչել, գիտեի իրան, բայց չեմ ճանաչել որպես մարդ, հա, շփում չի եղել, չեմ պատկերացրել ոնց կլինի այդ համագործակցությունը, բայց ուղան իրա։ Բայց շատ ուրախ եմ, որ այսպես դասավորվեց ամեն ինչ։ Ռոբերտո, իսկ դուք։ My managers told me about the show and about possible partners. Yeah? And yes, Sona was not the first they showed me, but when I saw Sona, I felt the energy. They showed me on Instagram. I say, because this is very important to feel each other. This is the most important. So I saw Instagram. I say, let's meet together. And then when we met, I say, yeah, 100%. Հարուտոկոս։ Ռոբերտոին ցույց են տվել ին նկարը, հետո Instagram-ը մտել, տենց մի անգամից ասում է էներգիան զգացի Սոնայի ու Եվ հանդիպումից հետո բարձ է դարձել, որ հաստատ այս զույգը կարող է հաջողել։ Նա շնորհակալություն մենեջերին, որ կազմակերպել է այդ հանդիպումը։ Այո։ Տպավորությունները չփոխվեցին, երբ որ առաջին անգամ հանդիպեցիք, արդեն կենթանի շփում ունեցաք, ավելի ամրապնդվեց վստահությունը։ Ինձ մոտ որ հաստատ Ռոբերտոյի մոտ էլ փաստորեն, որ հանդիպեցինք, հասկացա, որ հա, մի բան կստացվի։ Շատ հաճախ նույնիսկ մեր հայրենակիցները, հա, նույն լեզվով խոսելուց տարաձայնությունները նույն խնդիրները լինում։ Ինչպես եք դուք հաղթահարում
տարատեսակ խնդիրներ։ Նույնիսկ տարբեր աշխարհայացքներ ունենալու դեպքում, էլի։ Հա, այդ էր երևի մեր համագործակցության ամենաբարդ փուլը, որը անցանք երկուսը, որովհետև ինչ որ բաներ կար, որ ինքը այդքան էլ լավ չէր, ոչ թե չէր հասկանում, այլ մեջը լինելով արդեն ոնց որ ես իրան բացատրեցի, որ կան երգեր, որը պետք չի երգել, որովհետև դե առաջարկում ենք, ես եմ երգերի տարբերակներ առաջարկում ինքը ու մի քանի փուլ, որ ես առաջարկեցի երգերը, երգեցինք ու տեսանք, որ ճիշտ ուղու վրա ենք, որովհետև շատ կարևոր է երկու աստղում ճիշտ երգի ընտրությունը։ Ինքը հետո արդեն ինձ լիովին վստահեց այդ առումով։ Եվ ընտրությունը թողեց ձեր հայացքից։ Հա, կարելի է այդպես ասել։ Իհարկե միասին քննարկել ենք, ինքն էլ իր տարբերակներն առաջարկել, շատ ժամանակ հենց իր տարբերակն ընտրվել, բայց այս համագործակցությունը իսկապես հենց սկզբից լավ ստացվեց մեզ մոտ։ Տարաձայնություններ կարծես թե չեն եղել մեզ մոտ։ Մենք քննարկումներ։ Իսկ Ռոբերտոյի մոտ դժվարություններ եթե եղել են, որոնք են եղել եւ ինչպես է։ Հայերեն է երգել Ռոբերտոն։ Did you have difficulties during the process? We work also in the night. Yeah, we are artists on our work every night. Yes, երգում եմ ամեն օր գիշեր։ And then we need to go to the rehearsals, sometimes 2 rehearsals in the day. And then from rehearsal direct to the performance notes. This is a challenge. And for me, singer, we musicians, singers, we love the night. Me too, actually. Yes, sir. Մենք սիրում ենք։ Ես էլ եմ գիշերային մարդ։ Այո, wake up early in the morning. Sona knows. I always say, Sona, Roberto. Հա, սկզբնական շրջանում ես ունեի 2 պրեմիերա գալիք, այսինքն ցերեկները փորձի թատրոնում, հետո ներկայացում, ինքը գիշեր աշխատում է, այդ պահն էր ամենասարսափելին, որ չգիտենք երբ փորձերը նշանակենք, բայց միակ ժամը առավոտն էր, որ պիտի փորձանենք մենք ու ինքը սկզբից ասեց, չէ, ես առավոտները չկամ, ես գիշեր աշխատում եմ, ես պիտի քնեմ ու այդպես ասեցի Ռոբերտո Միայն այդքան է։ Ուզես պիտի այդպես լինի, պիտի առավոտները փորձանենք։ I remember one time, I say, they wanted to rehearsal at 10:30. I said, and Sona said, Roberto, let's do it one time. I say, Knasink Yankas. One time դարձավ արդեն շարունակական։ Sayadlo, I remember. Այսի խնդրում եմ Ռոբերտո գոնես մի քանի օր արի հարմարացրու առավոտյան գանք փորձի։ Ասեց okay։ Եվ ստացվեց։ Բայց մի փոքր նաև պատմենք հայերեն երգը ինչպես ձեզ տրվեց։ Այդքան մաքուր հայերեն երգել։ Պիտի ասեմ, որ երբ երգում ենք իսպաներեն, ինքը ինձ շատ է օգնել իսպաներենի հարցում, ինքը ձայնագրություններ էր ինձ ուղարկում, դանդաղ, ոնց պիտի ճիշտ արտաբերեմ այդ բառերը, իսկ հայերենի դեպքում Հակառակն է։ Ուսուցչուհին էր։ Ուսուցիչ չէ, հակառակը չէր, ասեմ քեզ, ես լիովին պատրաստ էի իրան ամեն ինչով օգնել, բայց մենք երգը որոշեցինք, մոտավորապես 2 օր հետո ինքը արդեն եկավ այդ երգը անգիր արեց։ Ես ուղղակի ապշել էի, չգիտեմ։ Ինքը հայերեն է պարապում, ինքը ունի ուրիշ ուսուցչուհի էլ ունի։ Փաստորեն։ Դա երբ իմացար Սոն։ Հենց սկզբից էլ գիտեի ու ինքը փաստորեն արդեն ամեն ինչ արել էր։ Ով է երկրորդ ուսուցչուհին։ Առաջինը Սոնան է, երկրորդը։ Who is your Ինչպես է second հայերեն teacher, այդպես արագ Armin? շուտ սովորում ու գալիս։ John, yes, ուզում եմ ասել, Ասիա, Ասիա, Փաստորեն Ասիայի անում։ Ասիա, Դա էլ իմացանք։ այո, Ասիա, great teacher. Ես սկսել եմ սովորել հայերեն 1 ամիս առաջ, բայց when
show չարունակում when show start Երբ սկսվեց երկու աստղը։ Դադարել lessons Ժամանակ չկա։ Nevas mož- դասերը not possible. անհնար են։ Not possible. Oh, not possible. Yes, and no, but in Sturegalis, Hayastan, the culture of Armenia. Dunoritzima ins motiekar, im kerdatarkutjun, kezem yasirum ushatsas hosker, duelimaches ucheka elser. Առանձին ծափարությունների էին քարժանի, իսկապես որ կարճ ժամանակում կարողացավ բավականին բարդ երկու։ Իսկ հայերենը գիտենք որ շատ բարդ լեզու է։ Ասիային էլ շնորհակալություն, ուսուցչուհու շատ շնորհակալություն, Սոնային շնորհակալություն, նաև շնորհակալություն գեղեցիկ կատարման համար։ Հերոստադիտողների անունից էլ շնորհակալություն, որ դուք երկու աստղի շնորհիվ շատ նոր շնչով ներկայացրեցիք արդեն սիրված ստեղծագործությունները, բացի դրանից կարծես ձեր համարները ամեն անգամ մի նոր խնդիր էին վերհանում, մի նոր պատմություն, հատկապես ձեր վերջին շոուն, որը ամբողջությամբ կարծես այն գաղափարախոսության շարունակությունն էր, որն ուներ փոփի արքան Մայքլ Ջեքսոնը։ Վերջին ելույթից մի փոքր պատմեք, որովհետև էմոցիոնալ առումով էր բում, տեսարաններն էին իսկապես շատ շքեղ։ Ինչպես էր որոշվել, ում կողմից էր որոշվել, որ հենց դա եք երգելու։ Քանի որ կարելի է ասել, որ վերջին երգը այն ամենակարևոր կետը պիտի լիներ, որից հետո հերոստադիտողը պիտի ուզենար մեզ համար քվեարկել, շատ երկար ենք ընտրել, այսինքն երկար է տրվել մեզ ընտրությունը այդ երգի։ Ես ունեի Մայքլ Ջեքսոնի երգացանկից ուրիշ երգի տարբերակներ, ավելի ռիթմիկ երգերը Մայքլի։ Երբ ասացի Ռոբերտոն ասաց, եթե իր նման չենք կարողանալու ապրել, ավելի լավ է չկպնենք այդ երգերին, ասացի լավ։ Հետո ուրիշ տարբերակներ առաջ եկան, բայց Լիլիթի Նավասարդյան Լիլիթի հետ հենց իրենց տանը որոշեցինք, որ հենց այս երգը պիտի երգենք, այդ սոնգը ինքը շատ բարդ երգ է, թե իր ասելիքը, թե հենց զուտ միայն կատարողական առումով, բայց ասեցինք պիտի ռիսկի դիմենք ու հենց այս երգը երգենք, չգիտեմ, շատ պատասխանատու երգեր շատ ու շնորհակալ ենք Նայիրեին, Հովանեսին, Լիլիթին Մխիթարյան, բոլորին, ովքեր իրականություն դարձրեցին այս ամեն ինչը, այս համարը, որ իսկապես կարծում եմ կպավ բոլորի սրտերին, այս կատարումը ու այս համարը հենց մեր։ Ամենատապարուչը պաստորեն հենց այդ համարն է եղել ձեզ համար։ Դե եթե հաշվի առնենք, որ ինքը վերջինն է եղել ու դեռ թարմ են տպավորությունները, կարելի է այդպես ասել, բայց մեր բոլոր համարները ինձ համար շատ լավն են եղել ու բոլորը շատ սիրել եմ ու շատ հատուկ տեղ ունեն բոլորը իմ սրտում։ Իսկ ինչ որ մի պատմություն, որը շատ վառ կտպավորվի, թեկուզ զավեշտալի, գուցե ինչ որ կադրից դուրս է մնացել, որ մենք այցել չիմացանք։ Կադրից դուրս չի մնացել, բայց հենց սկզբից բոլոր երգերի ժամանակ Ռոբերտոն մի հատ sense իր ֆիրմային բանա, Սոնա, sense մի հատ բան ուներ, ինքը որ բոլոր երգերի ժամանակ ասում է ու դա դարձել է իսկապես sense իր բրենդային բանը, ասում է դրսումից տեսնում են, մարդիկ ասում են Սոնա։ In my work, when I come in my work in the night, the people in the kitchen, Sara. Աշխատանքի վայրում խոհանոցում աշխատող մարդիկ հենց տեսնում են իրան, Սոնա։ Լավ, նախագծի շնորհիվ շատ լավ ջերմ ընկերություն ձևավորվեց, արդյոք նախագծից հետո կշարունակվի այս ընկերությունը կամ գուցե այլ համագործակցությունների մեջ ձեզ տեսնենք արդեն։ Ես մեծ սիրով կշարունակեմ ընկերությունը Ռոբերտոյի հետ, չգիտեմ, ինքը շատ ջերմ ու շատ լավ բարի աուրայով մարդ է ու շատ կնամեծար է, շատ պրոֆեսիոնալ է, թեկուզ միայն ինձ թվում է պրոֆեսիոնալ խորհրդի համար էլ ինձ թվում է ինքը ինձ չի մերժի ու չէ, նենց անայ։ Ես մեծ սիրով, ասում եմ, եթե ինքը մի օր չորոշի էլի միշտ վերադառնա Կուբա։ Կգամ հետևից հետ Կուբա։ Do you want to go to Cuba?
Ռոբերտո, նույնը ձեզ համար կշարունակվի այս համագործակցությունը, որտեղ շատ գեղեցիկ ընկերություն է այսպես ձևավորվել նախագծի շնորհիվ, բայց արդյոք կշարունակվի ձեր ընկերությունը կամ գուցե դուք ինչ-որ մի առաջարկով Սոնային What do մի you նոր think About նախագծում։ you? about our friendship? Is it going to continue? Yeah. Inz Hamar, always when she needs something, she can count on me. So I will be there for her. Yeah. Հա, պատրաստ ենք ինձ ամենջով օգնի։ Հետաքրքիր է նաև Ռոբերտո, ձեր ընկերները Կուբայում արդեն քանի որ ձեր շնորհիվ գիտեն երկու աստղի մասին, դիտում են երկու աստղը։ In Cuba, if they know. Your friends, family in Cuba. Looking, your cousin? Yeah. Yeah. Yeah, my mother. Mama, relax. Relax, Mikic. Ես պատկերացնում եմ իրենց համար դա ինչ է։ Մայրիկին հրավիրի թող գա։ Մայրիկին հրավիրի թող գա։ Invite her to our Հարուցոկոս, Հարուցոկոս, այո։ Այստեղ միասին կամանորը կդիմավորենք։ You will celebrate New Year together. Հարուցոկոս։ Գուցե մի քիչ ցուրտ է համեմատած Կուբայի եղանակը։ Հա, ինքը շատ մրցկան է, ինքը դեռ այն որ նոր են գնում դեպի ձմեռ Ցուրտ է, բարետ, մի քիչ, բայց այդպես ցուրտ չէր, ինքը մրցում էր։ կուրտկայով գլխարկով շավ։ Իսկ բայց Սիրում են Հայաստան։ Ամենա համովա եդա food ուտելիք։ ուտելիք է։ Yeah. Ոսից ճուհի։ Շատ համեղ է։ Ռոբերտոն որովհետև տիրապետում է համ ռուսերեն, համ մի քիչ հայերեն, Իսպաներեն, իսպաներեն, գերմաներեն, գերմաներեն, անգլերեն։ անգլերեն, էլ ինչ մնաց։ Հերիք, Էլ հերիք չի։ Հիմա մի քիչ հայերեն։ սովորում են։ Սովորում է։ Այո։ Ամեն ինչ արժևում է։ Ինչ կմաղթեք մյուս մասնակիցներին։ Բոլորիս մաղթում եմ այսօր հաջողություն, անկախ արդյունքներից, կարծում եմ բոլորս էլ ստեղծագործական ինչ-որ վերելք ապրել ենք այս նախագծի շնորհիվ, որովհետև երկու աստղը մեզ շատ լայն հնարավորություն տվեց ցույց տալ մեր կարողությունները, ոչ միայն երգի առումով, դերասանական ու շատ հրաշալի է, որ մենք հնարավորություն ունեցանք աշխատելու շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ ու օգտվելով առիթից ուզում եմ բոլորին շնորհակալություն ասել այն մարդիկ, ովքեր աշխատում են ետնաբեմում, ովքեր մեզ օգնել են յուրաքանչյուր հարցում, շորի, չգիտեմ, վոկալի, բեմադրության, ամեն հարցում բոլորին շատ շնորհակալ ենք։ Առանց նրանց այս նախագիծը հաստատ չէր կարող իրականություն լինել ու օգնել են, որ մենք հնարավորինս լավ ներկայանանք։ Բոլորին մաղթում եմ հաջողություն այսօր։ Ռոբերտոյի մաղթանքը։ Everyone. First of all, Sona, because if not connection, if not professional, but she's professional, she's a workaholic, may I say. She works a lot, she focuses, she take her work very serious. And that's why my first thanks go to her, to Sona, and everyone, Naire, Hovo, Lilith, the children of the last, Ճիշտ how I say children in երեխաներ։ Երեխաներ, սիրում են ձեզ. Of course, my managers, Irina Vadanyan, Marina Vadanyan, because they told me about this project. Everyone, people in the camera, people that don't show in the camera, working the whole time, that put the food for us. Thanks to the people that make with such short time the costumes for us. It's crazy. I say, without all these people, we can't do what we do on the stage. It's thanks to these people. I never see myself, and I feel Sona the same. We never saw ourselves as a contestants. We saw ourselves as a part of a concept, of a show. And it is a privilege to be there.
yes, that's everything what I want to say. Հա, դե բոլորին շնորհակալություն է հայտնում Ռոբերտոն, չգիտեմ, սկսած են մարդկանցից, ովքեր մեզ ուտելիք են տալիս ամեն անգամ նկարահանումների ժամանակ, Զարային, Արևիկին, ովքեր շատ կարճ ժամանակում կարողանում են հրաշալի կոստյումներ ստեղծել մեզ համար բեմական, Լիլիթին, Նավասարդյան, Նայիրեին, Հովոյին, ու ասում է, որ մենք այսքան ժամանակ մեզ որպես մասնակից չենք զգացել, մենք զգացել ենք մեզ այս ամեն ինչի մի մասնիկը, այս մեծ ու հրաշալի ընտանիքի, առանց նրանց ոչինչ հնարավոր չէր լինի։ Եվ իհարկե շնորհակալություն նրա մենեջերներին։ Բայց ամենակարևոր հատվածը շատ գեղեցիկ Սոնան շրջանցեց, երբ ամենասկզբում Ռոբերտոն սկսեց շնորհակալություն հայտնել հենց քեզ, որ դու այնքան աշխատասեր ես, որ կարողացել ես հենց հաջողության գաղտնիքներից մեկը դառնալ ձեր թիմի, ձեր զույգի, եւ մենք էլ շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր կատարած աշխատանքի համար, որովհետեւ այդ անքուն գիշերները տվել են իրենց արդյունքը, այս դեպքում առավոտները Ռոբերտոյի համար անքուն տվել են իրենց արդյունքը եւ դուք հիմա այսօր երեկոյան արդեն պատրաստ եք գալա համերգով ներկայանալ եւ դուք արդեն հաղթել եք երկու աստղը, որովհետեւ կարողացել եք բեմից պատմել պատմություններ երգերի տեսքով, որոնք մնացել են մարդկանց հիշողությունների մեջ։ Բայց որպես ամփոփում, ճիշտ է, այսօր երկու աստղը կիմանանք ով է վերջը հաղթել, մեզ համար բոլորը հաղթել են։ Ու մենք բոլորին հաղթանակ ենք միշտ մաղթում։ Ձեր մաղթանքը մեր շատ սիրելի հայրենակիցներին, աշխարհի մարդկանց, Կուբայում բնակվող Ռոբերտոյի հայրենակիցներին, ինչու ոչ, ամանորին հետ կա ընթառաջ, այսպես փոքրիկ նախատոնական բարեմաղթանք բոլորին, ամանորյա։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս կարողանանք սովորենք երազել, որովհետև երազելը վատ բան չի ու դա չի նշանակում, որ մենք անպայման պիտի երազենք անհասանելին, չէ։ Ես անգամ նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այսպիսի նախագիծ կլինի իմ կյանքում, բայց հաստատ երազել եմ նման բանի մասին։ Երազանքները սովորություն են իրականություն դառնալ, այնպես որ նույնիսկ այդ անհասանելի երազեք, որովհետև անհնարին ոչինչ չկա այս կյանքում, եւ իհարկե բոլոր հայրենակիցներին մաղթում եմ առողջ եղեք ու բոլորս ապրենք խաղաղ երկնքի տակ, դա գլոբալ ամբողջ աշխարհին է վերաբերում, հա, թող միշտ խաղաղություն լինի։ Շատ լավ, Ռոբերտո, ձեր մաղթանքը։ Your New Year wish to the people, to Armenians, to Cuba people. To Armenian people, thank you that you open your hands or your arms for me. My love with Armenia don't start now. It started many years ago. I made a song. I wrote a song for Armenia. I make a video for Armenia. I even have a big Hayastan tattoos. I still. And this is a love story. And let's go. Let's make a beautiful things together. And what I wish to Armenians is to always appreciate your culture because you are unique. Your languages, alphabet, history, music, very old. How old is Yerevan? 2000, how many years is Yerevan? Havana. Havana, my main city, Cuba. Havana, 407 years. When I hear Yerevan, 2000 years, I was like, wait, what? You have, it's just unbelievable. Your food, your wine. Guinea, huh? Yeah. Guinea. Hamova. Surge. Coffee, yeah. No, Jur on the street. You have Jur on the street.
Who have you on the street like you? It's crazy. You have a great country. Always be conscious in your mind how great your country is. That's very important. And I will give always my best to this country. Always. Yeah. Բրավո։ Նախ ինքը շնորհակալություն է հայտնում բոլոր հայերին, ովքեր իրան գրկաբաց ընդունեցին բաց ձեռքերով Հայաստան ու ինքը ասում է, որ սովորենք գնահատել մեր մշակույթը, որովհետև մենք շատ հարուստ մշակույթ ունենք, մեր երաժշտությունը, մեր լեզուն, մեր ուտելիքը, գինին, ջուրը, Պատմություն, այ բուբեն, ամեն բան։ միշտ ունենանք այդ գիտակցությունը, որ ինչ պատմական ու հարուստ երկրում ենք մենք ապրում մշակութային։ Ու ինքը պատրաստ է ամեն ինչ անի, այստեղ Արդեն կարևոր մի բան արել էր, ձերքին արդեն Հայաստանը դաջված։ Հայաստանը կա գրված դաջվածքի դիսկով։ Շատ շնորհակալություն, որ դուք մեր հյուրերն եք այսօր։ Շնորհակալություն, որ առավոտը միևնույնն է նորից առավոտյան արթնացաք, եկաք մեր տաղավար եւ մեզ հետ սկսեցիք օրը։ Շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել։ Հաջողություն ենք այսօրվա կարևոր եւ պատասխանատու հաղթանակի նկատմամբ, մաղթում ձեզ հաղթանակ, հաջողություն նաեւ լավ ելույթ։ Ժամը 21:50 հիշեցնենք, որ բարձր լինելու թե ով է հաղթելու մեգա նախագծում։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ ձեզ այսօր հիանալի օրվա շարունակություն ենք մաղթում եւս մեկ անգամ հիշեցնելով, որ եզրափակիչ անցած 4 զույգերն էլ իսկապես հաղթողներ են այս նախագծում, որովհետեւ այս փուլերի յուրաքանչյուր համարը իրենց մի պատմություն է, որոնք կարողացել են պատմել մեծ ստեղծագործական թիմի շնորհիվ, բայց բեմում միայն երկուսն էին։ Վերջին համարը չհաշված, այնտեղ երեխաները եւս օգնեցին։ Շնորհակալություն։ մենք ենք Շնորհակալություն։ Ռոբերտո ջան, շատ շնորհակալություն, Սոնա ջան, շատ շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն։ Մենք շարժվենք առաջ, եւս կունենանք հրաշալի կատարում, երաժշտական դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։